Ինչպես գիտենք, 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել շրջանառության հարկի վերաբերյալ մի շարք փոփոխություններ։ Փոփոխություններից մեկը վերաբերվում է նվազեցվող ծախսերի շրջանակի ընդլայնմանը, ինչը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին նվազեցնել շրջանառության հարկի գումարը։ Իրացման ծախսերը այդպիսի ծախսերից մեկն են, որոնք համաձայն հարկային օրենսգրքի նախկինում չէին նվազեցվում, իսկ այժմ կարող են նվազեցվել։ Իրացման ծախսեր են համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ կապված, ապրանքների փաթեթավորման, տեղափոխման, պահպանման, բեռնման, բեռնաթափման, մարքեթինգի և գովազդի ծախսերը։ Օրինակ, կազմակերպությունը, որը զբաղվում է կահույքի արտադրությամբ, արտադրանքի տեղափոխումը իրականացնում է վարձակալված բեռնատար մեքենայով։ Փաստաթղթավորված լինելու դեպքում շրջանառության հարկի գումարից կարելի է նվազեցնել բեռնատարի վարձակալական վճարը, ինչպես նաև տեղափոխման ընթացքում օգտագործված վառելիքի արժեքը։ Որպես իրացման ծախսեր կարելի է նվազեցնել նաև այն աշխատակիցների աշխատավարձերը, ովքեր ներգրավված են եղել բեռնման և բեռնաթափման աշխատանքներում։